Անտիֆեքի եթերում հիմնամինի պոդքասթի հոբելյանական 300-րդ թողարկումն է։ Բարև ձեզ, մեր շատ սիրելի հետևորդներ, մեզ դիտող մարդիկ, չգիտեմ ոնց է կադրում, բայց կադրից դուրս մեզ մոտ շատ տոնական տրամադրություն է, հիմա փակագծերը կբացենք։ Ասա Դավիթ։ Տեսնում եք, թե ինչ իրականում տոնական տրամադրություն է մեզ մոտ եւ մենք այսօր ունենալու ենք բավական հետաքրքիր թողարկում, որը որ նաև իր մեջ սիմվոլիզմ է պարունակելու, որովհետև այսօր հաղորդման սկզբնական հատվածում ես եւ Աստղիկը ներկայացնելու ենք, թե ինչի սկսեց առհասարակ այս ամենը եւ մեր գործունեությունը, բայց մինչ դա բնականաբար շնորհակալություն հայտնենք մեր բոլոր ունկնդիրներին, մեր բոլոր աջակիցներին, բոլոր մեզ դիտողներին, համակիրներին, շնորհակալություն ձեզ, առանց ձեր աջակցության, առանց ձեր օգնության այս ամենը հնարավոր չէր լինի հասնել 300-րդ թողարկմանը։ Դուք գիտեք, որ մեր ճանապարհը լի էր դժվարություններով եւ այսօր էլ լի է դժվարություններով, բայց ես վստահ եմ, որ մենք պատվով շարունակելու ենք կրել այս բոլոր տեսակի դժվարությունները, որոնք այս հանցագործ իշխանությունները մեզ մատուցում են, փորձ անելով մեզ կանգնեցնել, բայց բնականաբար դա չի ստացվելու եւ իրենց բոլոր փորձերը ձախողելու են։ Այդ աջակցության ողջ ծավալը այսօր մենք զգացել ենք մեր ստուդիայում, որովհետև աջակցությունը դրսևորվում է ոչ միայն on-line տիրույթում, մեկնաբանություններ գրելով, դրամական փոխանցումներ իրականացնելով, այլ նաև ասենք մեր դիտող մարդկանց, որ այսօր մեզ հյուր են եկել մեր հիմնեմնի մի ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք հենց հիմա ստուդիայում են եւ դիտում են եթերը, բնականաբար ասենք, որ այսօր մի փոքր ֆորմատի փոփոխություն ենք ունենալու եւ մեր հիմնեմնինցիները հյուր են եկել մեծամասամբ Նարեկին ու Վազգենին, որովհետեւ YouTube-ի բաց հարթակում իմ եւ Դավիթի վարելուց հետո մենք կընդհատենք եթերը, կտեղափոխենք փակ հարթակ, որպեսզի Նարեկը եւ Վազգենը վարեն իրենց հոբելյանական 300-րդ թողարկումը, որովհետեւ սա ի վերջո իրենց հիմնադրած, իրենց ստեղծած հեղինակային հաղորդումն է, որը իրենք ավելի շատ իրավունք ունեն վարելու, քան մենք, բայց այնպես է ստացվել, որ ոչ 100-րդ թողարկումը կարողացան վարել Նարեկն ու Վազգենը, ոչ 300-րդ, ոչ էլ 300-րդը համենայն դեպս բաց լսարանի համար, բայց փակ լսարանի համար այդ հնարավորությունը կա եւ բոլոր նրանք, ովքեր որ դեռ չեն հասցրել միանալ պատրոնին եւ այսօր ուզում են 300-րդ հոբելյանական թողարկումը Նարեկի եւ Վազգենի մասնակցությամբ դիտեն Patreon համակարգում, միացեք, հղումները առկա են մեր տարբեր սոցիալական ցանցերում եւ հիմա կտեղադրվեն նաեւ մեկնաբանությունների բաժնում։ Մեր իմնեմնինցիները նաեւ ոչ միայն եկել են մեզ պարզապես աջակցելու, այլ եկել են բազմաթիվ նվերներով։ Այսօր ունեցել ենք 2 հենց մեծ իմնեմնի մի տորտ, մեկը արդեն հասցրել ենք համտեսել։ Խնդրում եմ ցուցադրեք նաեւ մեծ տորտը կադրում։ Շատ կրեատիվ են մեր իմնեմնինցիները, մեզ նվերներ են բերել, այսպիսի անդամատոմսեր ոչ միայն իրենց համար, կարծում եմ երևում է, այլ նաև մեզ համար։ Այո։ Կարդամ իմնեմնի մի լայվ ոդքասթ, անդամատոմս համար 001 ու բոլորը 001 համարն ունեն, այսպես, որովհետև բոլորը հավասար են։ Իրենց մեկնաբանմամբ ամենայն դեպս։ Իրականում սա խոսում է շատ կարևոր բանի մասին, որ Իմնեմնիմին այս ողջ շրջափուլում դարձել է մեծ ընտանիք։ Այս շատ կարևոր արձանագրում է, որը որ պետք է շարունակաբար շեշտադրել, որովհետև անկախ էս բոլոր տեսակի դժվարություններից, որոնք որ եղան, այդ դժվարությունները այո, ծանր փուլերի միջով անցանք, բայց դա մեզ կոփեց եւ մենք ավելի կուռ եւ ավելի ամուր ընտանիք ենք դարձել, որի վկայությունն է այսօրվա այս տոնական հաղորդումը եւ նաեւ այն, որ մեր ընկերների մի փոքր մասը այսօր մեր հետ ստուդիայում է։
Այո, եւ այդ մարդիկ կապված են Արեգին ու Վազգենին գաղափարապես, կապված են իրար հետ գաղափարապես, իրենք on-line տիրույթից գտնում են իրար, ընկերանում են, ավելացնում են իրար չաթերում, անգամ օֆլայն հանդիպումներ են ունենում, անգամ առանց Արեգի ու Վազգենի, իրենք հանդիպում են, գաղափարներ են քննարկում եւ սա ամենակարևոր ցուցիչն է գաղափարահեն հաղորդաշարի եւ ինչ որ մի հարթակից գաղափարի տարածման ու ստեղծման, որը իր շուրջ կարողանում է համախմբել մարդկանց։ Գաղափարական համայնք է ըստ էության ստեղծվել։ Network, այլ բառով ասած։ Մենք